Համընդհանուր դիզայն, միջավայր, ծառայություններ ու տեղեկատվություն, որոնք հասանելի և հարմար են բոլորի համար, անկախ տարիքից կամ հնարավորություններից, ներառականությունից մինչև ճիշտ բառամթերք թեմաների վերաբերյալ հայկական Կարիտասի նպաստել Հայաստանում բոլորի համար ներառական և համապատասխան որակյալ կրթության կայացմանը ծրագրի շրջանակում անցկացվեց երկօրյա դասընթաց լրագրողների, դերասանների, հոգեբանների և ուսանողների մասնակցությամբ։ Այս անգամ որոշեցինք մեկտեղել ուսանողներին, լրագրողներին, դերասաններին, որպեսզի հասարակության այն ներկայացուցիչները, ովքեր որ այս կամ այն կերպ մեծ ազդեցություն ունեն մարդկանց կարծիքների ձևավորման վրա, մեկտեղվեն եւ փորձեն համատեղ ջանքերով գտնել լուծումներ։ Ներառականության զգայուն լուսաբանում, հանրային ընկալումների ձևավորում եւ խնդիրների վերհանում թեմայով դասընթացը համախմբել է շուրջ 3 տասնյակ մասնակիցների, ովքեր հնարավորություն ունեցան ծանոթանալու համընդհանուր դիզայնի սկզբունքներին, ուսումնասիրելու հաշմանդամություն եւ հատուկ կարիքներ ունեցող անձանց հետ հաղորդակցման զգայուն լեզուն, էթիկական մոտեցումները եւ ներառական հաղորդակցության հիմնական սկզբունքները։ Համընդհանուր դիզայնը ենթադրում է միջավայր, որում անհրաժեշտ չեն հարմարեցումներ, քանի որ չկան խոչընդոտներ։ Այսինքն համընդհանուր դիզայնը դա միջավայր է, որը որ արձագանքում է բազմազանությանը, արձագանքում է բազմաթիվ թե խնդիրներին եւ թե ոչ խնդիրներին, այսինքն երբ որ մենք ունենք եզրային դիզայն, բոլորն այստեղ իրենց լավ են զգում։ Դասընթացը նպատակ ուներ նպաստել ներառականության թեմայի պատասխանատու լուսաբանմանը, բարձրացնել մասնակիցների գիտելիքներն ու կարողությունները, խթանել կարծրատիպերի հաղթահարումը եւ ձևավորել համագործակցության հարթակ։ Մեր խնդիրն էր, որպեսզի մեր ամբողջ լուսարանը լինի ներգրավված, լինի հետաքրքրված եւ բոլորը իրենց մասնագիտության եւ աշխատանքի շրջանակներում ունենան լուծում եւ ունենան առաջխաղացում, թե ինչպես կարելի է փոփոխել իրենց աշխատանքը ի օգուտ համընդհանուր դիզայնի։ Փորձառական առաջադրանքների միջոցով մասնակիցները հնարավորություն ունեցան սեփական փորձով զգալ այն մարտահրավերների մի մասը, որոնց ամեն օր բախվում են հենաշարժողական, տեսողական կամ լսողական խնդիրներ ունեցող մարդիկ։ Մասնակիցները իրավիճակային քննարկումներ ունեցան տարբեր փորձառությունների տեր մարդկանց հետ, որոնց հետ քննարկեցին ներառականության ոլորտում առկա խնդիրները, հասարակական վերաբերմունքն ու կարծրատիպերը։ Ուղիղ իմաստով հասկանալ, թե օրինակ հենաշարժողական խնդիրներ ունեցող անձին ինչ խնդիրների են բախվում, որովհետև մենք ունեցանք այդպիսի առաջադրանքներ եւ այդ խմբային աշխատանքները օգնեցին հասկանալ ինչպիսի խնդիրների են բախվում օրինակ կուրություն ունեցող անձին եւ այս ամեն ինչը փայլուն կերպով մեզ եւս մեկ անգամ ցույց տվեց ու հնարավորություն տվեց ոչ միայն զգալ, այլև ճշգրիտ հասկանալ ու լուսաբանելու առանձնահատկությունները եւս մեկ անգամ ընդգծել։ Հանրությունը այցելում է թատրոն կրթվելու եւ դաստիարակվելու, այստեղ նաեւ պետք է շեշտադրենք ներառականության թեման, որովհետեւ իրականում հասարակությունը կարիք ունի նաեւ ներառականության թեմայով կրթվելու եւ դաստիարակվելու։ Աշխատանքների արդյունքում ստեղծվեցին թեման հանրայնացնող տարբեր նյութեր, ստիկերներ, օրացույցներ, հումորային ծաղրանկարներ եւ կտորե պայուսակների ձևավորումներ, ինչպես նաեւ ներկայացվեց ներառական ֆորում թատրոն։ Կարևոր արդյունք կարելի է դիտարկել մասնակիցների միջև մասնագիտական կապերի ամրապնդումն ու հետագա համագործակցության հիմքերի ստեղծումը։ Դերասանը, ով պետք է կերտի մարմնավորի հաշմանդամություն ունեցող մարդու կերպար, ինքը անպայման խորհրդակցի կամ նման խնդիր ունեցող մարդու հետ կամ օրինակ մասնագետի հետ եւ կապը կլինի օրինակ տմակի աշխատակցի հետ, լրագրողը կհամագործակցի ենթադրենք այլ ոլորտի մասնագետների հետ, որպեսզի կարողանա լուսաբանումը շատ ավելի գրագետ ներկայացնել, տմակի աշխատակիցը կիմանա տարբեր միջոցառումների, տարբեր կազմակերպության կողմից ներկայացվող իվենտների մասին եւ ավելի ներգրավվածությունը կմեծանա։ Կարծում եմ շատ արդյունավետ եւ շարունակական համագործակցություն ենք ստեղծելու։ Ծրագիրը շարունակական է եւ ներառում է հանրային նախաձեռնություններ, այդ թվում ներառականության թեմայով սթրիթ արտի ստեղծում եւ թատերական ներկայացման բեմադրում հասարակության մեջ ավելի ներառական վերաբերմունք ձևավորելու նպատակով։ Աստղիկ Խաչատրյան, Մարտին Գևորգյան, այսօր։